Ողջույն ժողովուրդ ջան, մի համառոտ եթեր եմ ուզում թողնել համացանցում, նայում եմ ես Սամվել Կարապետյանի եղբորորդու ելույթը, մի 15-16 րոպե ոնց որ թե ավելին չցանկացա նայել, որովհետև գիտեք ոնց է, երբ որ ի սկզբանե խոսակցության սկզբում դու սկսում ես խաբել, արդեն դա հավատ չի ներշնչում, որ դրանից հետո արժեքավոր ինչ-որ մի բան կասես։ Այս իմաստով ամբողջը չնայեցի, մի 7-8 րոպե նայեցի ու ինձ արդեն այսպես բավարար էր, ես այդքան սուտ մի քանի նախադասությունում չեմ կարող անցնել, բայց ես չեմ, ստրին դեռ կանդրադառնանք երևի, չգիտեմ, չնայած որ քաղաքացիները շատ լավ հասկանում են ինչն ինչոց է, բայց այնուամենայնիվ ես մի քանի դետալի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։ Խոսքս ուղղելով Նարեկին Կարապետյան։ Տես Նարեկ Կարապետյան։ Նախ պիտի խնդրեմ ինձ ասես ինչի համար է հենց կոչվել ձեր շարժումը մեր ձևով, ինչն եք դուք հիմա փորձում արդարացնել, հա, որովհետև մեր ձևով ասվածը ծնվել է կոնկրետ հոպարիտ մի արտահայտությունից, որի համար այնքան էլ լավ բան չի լինում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մեկի ձևով գործողություններ անելու համար չի։ Հայաստանի Հանրապետության ձևը մի հատ է, ու դա պետական շահն է, պետական մոտեցումը, պետական ինստիտուտները աշխատացնելը պետության ձևն է դա։ Մնացած ձևերը խալխի ձևեր են։ Ու գիտեք ժողովուրդ, մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Տեսեք, նույն գրասենյակից են, քանի որ բոլորը օգտվում, ու այդ գրասենյակից են իրենց մոտավորապես մասնագետները հուշում, թե ինչերը ինչպես անեն, ոնց օգտագործեն եւ այլն, են իրենց ասած մասսայական գիպնոզը բան, ու ձեռագրի նմանությունը նայեք։ 21 թվականի ընտրություններին այս Ռոբերտ Քոչարյանը մի հատ ապուշ արտահայտություն արեց, ասեց կռելու ենք, ու երբ որ այնտեղ հասկացրեցին, մենք մարդիկ բան արեցին, ասեցին вообще-то կրում են այլ բան, էլի ասենք, չես կարող ընտրությունների մասով, ասես կռելու ենք, եթե առաջին դեմքի հայտ ես ներկայացնում, կարող ենք ինչ-որ կենցաղային խոսակցություններում տես բան անել, բայց դա առհասարակ ընդունված խոսույթ չի, ու նման պաշտոնի ձգտող մարդիկ գոնե խոսքի առումով պիտի ուշադիր լինեն, սրանք ինչ արեցին, մատս դրեցին անալիզ արին, ասին լավ ես, կռելու ենքի վրա ոնց որ շատ են խնդում, եկեք հակազդեցությունը այսպես անենք, քանի որ ինքը այսպես թե այնպես մտել է մարդկանց լեզվամտածողության դաշտ, եկեք այդ կռելու ենքը դարձնենք բան, լոզունգ, այսինքն դեբիլությունը, սխալ բառը դարձնենք լոզունգ ու թող դրա վրա գնանք, yani чтоб никто не догадался, էլի, այսինքն yani մենք լավ էլ գիտենք, որ դա տենց չի, պրոստը մենք ուրիշ բան նկատի ունենք։ Էսի հին տեխնոլոգիա է, չգիտեմ, KGB-ն մարդը շանում է, էլի, սա ցույց է տալի Ռուսաստանի մակարդակը աշխարհում որտեղում է։ Հիմա Սամվելը Կարապետյանը եկավ մի հատ դեբիլ արտահայտություն արեց, ասես մեր ձևով։ Պրիվետ Անջան։ Ասես մեր ձևով։ Հիմա սրանք վերցրեցին նույն ձեռագրով, ասեցին ես մեր ձևովը, քանի որ ապուշ արտահայտություն է, բայց արդեն մտել է, գիտեք, sense խոսույթ կա, ասում է հակագովազդնել է գովազդ առհասարակ։ Ու քանի որ լայն տարածում է գտել հենց մեր ձևով արտահայտությունը, եկեք դա դարձնենք մեզ լոզունգ, դնենք մեր ձևով անունը։ Այդ նույն գրասենյակից հուշել են, ոնց կռելու ենքն էին հուշել, հենց էլ մեր ձևովն են հուշել։ Այստեղ մանավանդ որ Քոչարյանը իր բերանով արդեն ասել է, որ ձև չկա, որ մտանք պիտի համագործակցենք, սրանք էլ դեմից ասում են, չէ, մենք չենք համագործակցելու ոչ մեկի հետ, բայց արդեն հայտարարել են, որ լավ էլ կա համագործակցեն, այսինքն մարդիկ բերան ասել են, որ մենք նույն կակնենք տարբեր գարշոկներում, ընդհանուր առմամբ ինչ որ բան դրանից չի փոխվում։ Բերանացի խոստովանել։
Ես ինչ վերաբերվում է վերնագրին ու ուղղորդումներին, հա, ինձ զարմացնում է մի հանգամանք, էլի, ասենք, ինչի եք դուք վախենում դրա մասին արտահայտվեք, ասենք, եթե դա այդպես է, դու բոլորս լավ գիտենք, որ դուք ուղղորդվում եք Ռուսաստանից, ինչ եք վախենում դրա մասին ասեք, ինչ եք ամաչում, որովհետև դուք էլ գիտեք, որ դա ապուշություն է, խնդալու բան է 21-րդ դարում ուղղորդվել ռուսական բաներով, էլի նարատիվներով։ Ես այստեղ մի հատ օրինակ եմ ուզում ձեզ բերել, ժողովուրդ ջան։ Ես եթե անկեղծ լինենք, առանձին վերցած ոչ մի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ ու հակված եմ նաև ինքս այն բանին, որ պետքա իսկապես բոլորի հետ աշխատել, այսինքն պիտի դառնալ այնպիսի պետություն, որպեսզի դու պետությունները քեզ դիտարկեն գործընկեր, ոչ թե դիտարկեն մի հատ տարածք, որը որ Ռուսաստանի Բոստանն է։ Եվ մենք դառնում ենք այդ պետությունը եւ կարողանում ենք դառնալ գործընկեր եւ կարողանում ենք դառնալ նաեւ գործընկեր այն երկրին, ով որ միշտ կարծել է, որ մենք իրա ճորտնենք ու ոնց ուզել այտենց վարվել է։ Ու բազմաթիվ օպերացիաները դրա մասին են հուշում, այնպես չի ես հիմա ինձանից ինչ-որ բան եմ հորինում, հա, առավել ևս այս վերջին բանը հանդիպում է, երբ որ Պուտինը ուզեցավ մուտի տանի ու բանը Փաշինյանը շատ լավ սիրուն դրեց դեմ, ասես տենց չի, սենց է, հետո դե չէ, բաման, Փաշինյանն էլ հանեց թուղթը հրապարակեց, այսինքն այդ քո բնավորությունը Պուտին ջան դու որտեղ ինչ ասես ու քո ասելով լինի, այստեղ չի անցնում, գործընկեր ենք, չէ, քո ճորտը չենք ստեղ։ Հիմա այս իմաստով պետությունը քայլեր է անում առաջ ու այդ քայլերը ակնհայտ են, նրանք ովքեր որ քաղաքականությունը օբյեկտիվորեն են դատում, անկախ ամեն քննադատություններից ու բաներից, այս մի հարցում բոլորն էլ համաձայն են, որ Հայաստանը դառնում է գործընկեր պետություն, դառնում է ինքնուրույն պետություն, ինքնիշխան պետություն եւ կարողանում է լավ մանևրել ամենատարբեր գերտերությունների միջև, բայց այդտեղ մի հատ ուրիշ բան, հիմա այս մարդիկ են ուզում են որ անընդհատ հետ քաշեն, հետ տանեն, այսինքն չէ, ոնց դու ով ես որ դուրս գաս, ոնց դու ով ես որ սենց բան ասես, այնտեղ Պուտինը նստած, արա մեր մեծ աղբերը նստած, դու սենց հակաճառում ես, դու գիժես, ես ինչ ես խոսում բան, այս տեսակ մտածողության մարդիկ են, իմիջիալով ստեղ մի հատ մեջբերում անեմ, Վարդանիկներ ես վերջերս ասել, բայց այդ խոսույթը շատ կա մեր հասարակության մեջ, հա, բա որ ռուսը էսի փագի, այ հենց դրանով էլ դուք ասում եք, որ ամբողջ պետությունը դրել եք կախվածության մեջ, այ հենց այդքանով վախկոտ եք եղել, դուք չեք կարողացել կառավարել, չեք կարողացել համակարգել այդ ամեն ինչը հարցերը եւ այլն, ու չեք կարողացել որ ոչ թե ուժները չի պատել, այլ որովհետեւ այնքան քակեք կերել, որ դեմներդ կդնեն, ասենք ուզած պիտի խելոք մնայեք, չեք կարող այնքան կամպրոմատներ կա ձեր վրա, հա, ռուսական կողմից։ Հիմի ասում եք, բավոր սենց է, դուք պատկերացնում եք, եթե Ռուսաստանը փագի են, մենք շատ լավ պատկերացնում ենք բայց մենք ի տարբերությունից քայլեր ենք ձեռնարկում, որ գործը դրան չհասնի։ Իսկ դուք այդ վախից խելոք նստել եք տեղներ, ասել եք, որպեսզի ռուսը չփագեց, այսինքն համ դա եք ասում, համ ասում եք ռուսը մեր բանն է, մեր աղբերն է, մեր դարավոր աղբերը դարավոր բարեկամը, ինչի պիտի փագի։ Այսինքն դուք ասենք մեկ նալին եք խփում, մեկ մեխին եք խփում։ Այդ որ աղբերն է, աղբեր ժողովրդի վրա փագում ձեր թվարկածները, լույսա, գազա, ջուրը, ես շատ գիտեմ ինչա, ջուրը չէ։ Ինչի համար պիտի փագի։ Եթե աղբեր ժողովուրդ, այսինքն դուք ձեզ հակասում եք արդեն, հա։ Դուք ասում եք, որ չէ, ժողովուրդ, մենք պիտի գնանք ճորտ ելնելու բանով, մենք իրավունք չունենք ինքնուրույն մեր պետությունը ունենալու։ Մենք իրավունք չունենք պետությունը մեր ունենալու։ Ու մեծ տեղ ուրիշ բաներ եք հակադրում։ Ասում եք, այ հեսա թուրքը կգա, սաղ կզավթի մեզ Թուրան։ Գիտեք ինչ, եթե ես ձեզ տարական հասարակ բան եմ ասում, կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք, ես ասում եմ իմ սուբյեկտիվ մոտեցումը նման հարցին, հա։ Օրինակ ինձ համար, եթե իմ պետությունը ինձ չի պատկանելու, ինձ համար вообще 100-րդական հարցա, բա թուրքին կպատկանի թե ռուսին։ Թուրքին պատկանի, ռուսին պատկանի, ամերիկացուն թե չինացուն, ինձ համար դա արդեն նույն հարթության վրա է, նույն, լրիվ նույնն է, լրիվ նույն էֆեկտն է ինձ համար։ Եթե ինձ չի պատկանում, այն մնացած է ինձ համար
էլ կապ չունի ում պատկանի։ Դուք մի կողմից ասում եք եկեք թող բանը թուրքին չպատկանի, պատկանի ռուսին։ Եթե դուք այդքան ջանք ինչքան դնում եք, որպեսզի պատկանի ռուսին, դնեք որպեսզի պատկաներ հային, հավատացած եղեք ահագին հարցեր, այլ ընթացք կստանան, ամեն ինչը, բայց դու քանի որ ուղեղները, ասենք, չգիտեմ, հացով եք կերել, թե առանց հաց եք կերել, թե քսել եք կալբասի վրա կերել եք, չգիտեմ, դրա համար այդպես ապուշ մեկը մեկին հակասող արտահայտություններ եք անում, որոնք տրամաբանելու անգամ ենթակա չեն, այսինքն դուք տրամաբանությունից զուրկ երևույթներ եք։ Հիմա կանգնել ա, նա ցած արտահայտություններ է անում, ասում է, հա, դուք նախ առաջի հարցով, հա կա եկեք նա դիմանանք դուք ոնց եք սկսել առհասարակ իսկապես էլի հոպարը ինչ ասելա ճիշտ է ասել Նարեկ Կարապետյան բայց ասենք օրինակ արի երևակայենք ես էլ մի հատ հոպար ունեմ հոպարս էլ հելնում եմ մի հատ ուրիշ արտահայտություն անում բռնում տանում պագում են որովհետև հակապետական քայլեր կան տակը ու ես հելնում եմ ասում եմ արա անգեր ոչ իր այդ ասած արտահայտությունը պիտի դառնա լոզունգ ու ես Հայաստանում պիտի դրա ճիշտը ո՞րն է դառնում ամեն մեկս նայենք մեր հոպարն ինչ է ասում հա ինչ է նշանակում բանա ինքն էլ ուշադիր է լինելու որպեսզի ամեն բան տեղին լինի էլի յանի հիմա Նարեկ եթե հոպարիդ ես մեջ բերես ես ուզում եմ իսկապես քեզ դիտարկել որպես առանձին վերցրած մի հատ Մարդով հա դեմի բնական է հոպարն ալիգարխա կախվածություն կունենա բայց նաև ունենա որոշակի ինքնուրույնություն քանի որ դու չունես ինքնուրույնություն դրա համար պետական ինքնուրույնությունը ինքնիշխանությունը չես ըմբռնում տես ես կուզեմ քո մեջ տեսնեմ որոշակի ինքնուրույնություն անկեղծ եմ ասում որովհետև հեսա սկսվում են քաղաքական process-ները ակտիվ 26 թվականի ընտրությունների հետ կապված ու ես ուզում եմ մաքսիմում օբյեկտիվ լինեմ իմ քննարկումներում իմ անալիզների մեջ բայց դու դրա տեղը չես տալիս հենց քո շարժումով մեր ձևով շարժումով KGB-ի FSB-ի թելադրած շարժումով հիմի հոպարը ոնց է դառնալու տիրություն անելու ձեր կուսակցությանը կամ ասենք ինչ որ հրաշքով գալիս դառնում եք իշխանություն ու հոպարը ցենց ասում ես ինքն էլ մատը պուլսի վրա ապայելուն ու իմաստը է դա որ ժողովուրդը չգիտեմ լավ ապրի տնտեսական չգիտեմ ինչ էր ոնց ես դա ասում եթե քո հոպարը 44 օրյա պատերազմի ժամանակ կողմերին կոչ արել նստեն բանակցությունների սեղանի շուրջ Հիմա դու որ հելել ես բան ես խոսում, չգիտեմ, այդ որտեղ էր մարզ գործարաններ, ես իսկապես չգիտեմ, եթե մարզ գործարանները շատ խնդալու է, որ դու Քոչարյանի հետ այդտեղ կանգնած ես համագործակցության մասին մտածում, որովհետև մարզ գործարանը տված է ռուսներին Քոչարյանի ձեռան։ Բայց եթե ես սխալվում եմ, դա մարզ գործարան չէր ուրիշ էր, այնուամենայնիվ հարցս հետևյալն է։ Հիմա դու որ ասում ես Հայաստանում պետք է տնտեսությունը զարգանա, մարդիկ լավ ապրեն, օրինական երկրին, դու որ Հայաստանի մասին ես ասում, կողմերից մեկի, հա, բա այդ հոպարիտ օբյեկտիվությունը քիչ ես պահպանում այդ նույն բանը նաև ադրբեջանցիներին ասես, որովհետև հոպարիտ համար երկու կողմերը հավասարաչափ են, ինքը նստել ասելա կողմերին, իր համար տարբերություն չի եղել Հայաստանը եւ բանը Ադրբեջանը կողմերին կոչ են անում նստել բանակցության սեղան ինքը չի համարել իրան այդ երկու կողմից որևիցե մեկի ներկա ինքը երրորդ կողմից է դա արել հիմա այդ երրորդ կողմի ներկայացուցիչը քո միջոցով պիտի Հայաստանում օրինականություն բանանի ասենք գիտեք ոնց չկա բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ենել մի քիչ նորմալ քաղաքացուց չկա երրորդ որևիցե անձ ով կարա ուզի որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լավ լինի կյանքը կամ ոչ էլի ասենք այդ հատուկ դեբիլների համար է խոսում ում համար ես իսկապես չեմ կարող հասկանալ լավ չեմ ուզում վիրավորել թե ում համար է խոսում 1000 կներեք եթե ինչ որ մեկը վիրավորվել է իսկապես ուղիղ վիրավորելու համար չեմ ասում բայց դուք այսքան բանը տրամաբանում եք թե չէ ասում եմ 30 տարի քաղաքականություն մեզ ասում են ինչու քաղաքականությամբ չեք զբաղվում մենք էլ ասում ենք մենք տնտեսությունից ենք լավ տնտեսությամբ ենք զբաղվում 30 տարի քաղաքականությամբ զբաղվել են լավ են զբաղվել Սրա տված բանը չհասկացաք այսինքն դու քաղաքական հայտ ես ներկայացնում ես մենակ տնտեսությունով եմ զբաղվելու քաղաքականությունով չեմ զբաղվելու որովհետև հենա քաղաքականությամբ զբաղվեցին լավ չզբաղվեցին
Նախ այդ լավ չզբաղվեցինի որոշ ներկայացուցիչներ Վարդևանյանից սկսած, հիմա էլ քո կողքն են կանգնած, դու այդտեղ սկզբ մարդու բանի բնույթի, սկզբունքայնության մասին ինչ-որ հարցեր ինքդ քեզ տալիս ես, թե չէ ովքեր են քո կողքը։ Այնուամենայնիվ դու քո կողքին ես, ինձ էլ հետաքրքիր չի։ Բայց երբ որ ես տեսնում եմ անսկզբունք մարդկանց կուտոկ հավաքված ու չգիտեմ վեհ գաղափարներից են խոսում, որպես քաղաքացի հակված չեմ հավատալու։ Ընդ որում ես ասեմ, դուք չեք կարող ասել, հա թքած թե գնելը համաձայն չի կամ չի կարողանում բանանի, հա, որովհետև գնելը Սարգսյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, դուք այդ եք ներկայացում քաղաքական դաշտի կառավարիչ դառնաք, հասկանում եք, այսինքն դուք չեք կարող թիրախավորել գնելին, դուք չեք կարող, որովհետև դուք կուսակցություն եք, դուք տեսեք, ես մի 2-3 տարի առաջ երբ որ ես դրա մասին խոսում էի, շատ մարդիկ ովքեր Փաշինյանի աջակիցներ են եւ այլն, այնքան էլ ճիշտ չմբռնեցին ինձ ու սկսեցին ինչ-որ իրար խառնվել զարմացած հարցեր տալ։ Տեսեք, օրինակ դու Նարեկ Կարապետյան, քո որպես քաղաքացի անվտանգության երաշխավորը ուզես թե չուզես Նիկոլ Փաշինյանն է։ Դու Քոչարյան Ռոբերտի տղան, Քոչարյան Ռոբերտը մյուսը հասկանում եք, որովհետև պետության վարչապետը նա է։ Դու կարաս չսիրես, չընդունես, օպոնենտ ընկալես նրան, մտնես քաղաքական հակառակորդ դառնաս եւ այլն, բայց դու անձին չես կարող հակառակորդ դառնալ, որովհետեւ ինքը վարչապետն է ու նաեւ քո վարչապետն է ու բոլորի վարչապետն է։ Գումարած սրան, որպեսզի չդիտարկվի իմ ասածը միակողմանի մոտեցում, ես ասել եմ, ընդդիմությունը ազգային ժողովում գործող ընդդիմությունը միայն իրեն ընտրողների ընդդիմությունը չի, նաեւ իմ ընդդիմությունն է։ Այսինքն ես ընդունում եմ, որ նրանք իմ ընդդիմությունն են եւ ընդունում եմ, որ նրանք իմ իշխանությունն են քաղաքական, հասկանում եք։ Հիմա դու հայտ ես ներկայացրել, օպոնենտ ես խաղում այստեղ, բայց ասես ես քաղաքականությամբ չէ, տնտեսությամբ եմ զբաղվում։ Եթե անգամ քաղաքականությունը մի պահ թողնենք, մտնենք տնտեսական գոտի, տնտեսությամբ զբաղվել եք մի հատ հեծով, հեծի մաման լացացրել, քաշվել եք վրա։ Օրական Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում է փաստեր, դու այսքան ժամանակ մի անգամ ես փորձել հակադարձել, իտո խնդալու է եղել այդ հակադարձումը, որովհետև այդ հակադարձումը իր հերթին հազարավոր հարցեր է առաջացել, այսինքն բերել է մի հատ մտքի քաղաքացիներին, որ փաստորեն դուք այնտեղ փող լվալով եք զբաղված եղել, ոչ թե հեծը բարելավելով։ Այդ մի հատ չգիտեմ երբեր հակադարձեցին։ Մնացած փաստերին, քանի 100 միլիոն ինչա տեղի ունեցել բանով մի ձեր հետ փոխկապակցած մարդկանցից գնումներ անելով, ինչ թվերով եւ այլն մրցակցությունը փակ պայելով, այս գրպանից անել, այս գրպանը դնելով, սա եղել է տնտեսություն, ընդ որում հեծը մեծագույն տնտեսություններից մեկը, որը պրավալ եք տվել։ Դու ո՞նց կարաս իմացես պետության տնտեսությունը վստահեցնել, մենք սենց հեսա դուք նայեք, ուսուցչի աշխատավար, դուք նայեք Հույսը այստեղ է, որ եթե մենք որ գամ ուսուցչի աշխատավարձն ենք բարձրացնելու, ուսուցիչները ասում են, գիտեք, իրենք կբարձրացնեն, որովհետև Սամվելը հարուստ է։ Բանը, ասել են, չգիտեմ, հավաքարարների, սրանք էլեկտորատներ են, հասկանում եք, ու այս էլեկտորատների վրա փորձում են ազել։ Սրա այս ոլորտի, ինչի հաշվին ես բարձրացնելու։ Ինչի ասում, մտ թվեր ցույց տուր։ Դու տեղյակ ես մեր հնայից, մեր բյուջեից, այդ բյուջեն առհասարակ ինչի արդյունքում է ձևավորվում։ Այդ բյուջեին դուք խփել եք հեծով, խփել եք։ Հասկանում եք։ Ընդհանրապես այդ որ գյուղեր ես գնում, ասում ես այցելում եմ գյուղեր եւ գյուղերում մարդիկ այնպեսի առաջարկներ են։ Այդ գյուղեր որ այցելում ես, մի հատ տվյալ գյուղում, որ գյուղն ուզում է լինի, տվյալ գյուղում ինչ աշխատանքներ արվել ես իշխանության օրոք ու ձեր հեծի կառավարիչ լինելու պարագայում ինչ աշխատանք է արվել։ Մի հատ մի ալարի, այդ ձեր լրագրողին կամ օպերատորին ասա, ու մի հատ տվյալ գյուղի կաբելները, սյուները, բանը, էլեկտրաէներգիայի հաճախականությունը, բանը, նույնպես դուք եք ցուցադրել։ Մենք շատ բան չենք ուզում, դու գոնե քո գործը ցույց տաս, ասենք, կարաս ասես, չէ, ես երբ եղել եմ հեծի տնօրեն, ես այս աշխատանքներն եմ արել, այս մասով ունենք առաջխաղացումներ, այս մասով էլ սենց ընենց։ Չէ, բայց դու դες բան չես կարող ասես։ Չես կարող ասել, որովհետև անգամ ժամանակավոր կառավարչին չես կարողանում հակադարձել։
Եվ ես պատկերացնում եմ, եթե դու ունենայիր հնարավորություն հակադարձելու, մի 10 հատ հայցադիմում դատարան էիր մենակ մտցրել։ Սա ակնհայտ բան է, էլի։ Սիրուն խոսել ու փորձել դա 5000 արդեն կամավոր ունենք։ Խոսքը որ կամավորների մասին է։ Ֆեյքերին հաշվել ես, ձեր ֆեյքերին, այն էրոտիկ նկարներով սեն շատ գրավիչ պրոշները ուրցրած, չգիտեմ, դոշները լիքը։ Այս ֆեյքերի մասին է խոսքը։ Մեկն էլ էր գրել, չեմ հիշում, որ հրապարակմանս տակ, այսօր աչքովս ընկավ, մեկը գրել է ինձ, գրել է Նիկոլիշում, այն մարդ ասում եմ, հələ կանգնի տերամ, ֆեյք է, ջա, բայց մատ տերամ, հիմա չեմ ուզում բանը, սաղ մանրամասները ասեմ, իսկապես վնասելու խնդիր չունեմ, բացում եմ էջը, տեսնում եմ ինչ-որ կազմակերպություն է, որի վրա կա երկու հատ հեռախոսահար, զանգում եմ, մի հատ կին է վերցում, ինչքան էլ որ զարմանալ չէր, չնայած ես հույս ունեի, որ տղամարդ կվերցնի։ Վերցել է, ասում եմ, բարև ձեզ, շատ կուլտուրական, ասում եմ, սես մատ բան է, գրավում է կարել, էլի, դրանով դուք թույլ եք տալիս, որպեսզի ես ձեզ հիմա անպատվեմ, բայց քանի որ կին եք, չեմ անպատվի։ Եկեք մեկ հասկանանք, ինչի մասին է խոսքը։ Բայց դու Նիկոլի ասածները միշտ բան, ասում եմ, դու լսել ես ինձ առհասարակ։ Մի խոսքը, մեկ ապուշ բաներ է խոսում, պարզվեց Գալստանյանի աջակիցներից է։ Ընդ որում, իրան տեսնում եմ նաև ձեր աջակիցների շարքում։ Այսինքն դուք բոլորդ մի կներեք բնութագրական առումով եմ ասում, վիրավորական առումով չեմ ասում, մի դռան շունեք, ժողովրդավարական, ժողովրդի խոսքով ասած, հա, նույն դռան մոտ եք կապված, նույն դռան մոտ։ Հիմա դու եկել ես լոլո ես կարդում, թե բա գիտեք, մենք չգիտեմ, մեկը մեր ձևովն է, ձեր ձևորը չի, ռուսական ձևովն է, մի ամաչեք, ազնիվ եղեք, գիտեք ինչ, մեր քաղաքացիների մեծամասնությունը այդքան չի նեղվում վատ բաներից, ինչքան նեղվում է անազնվությունից։ Մեր խոսույթի մեջ այդպիսի բան կա, չէ՞, մենք ավելի լավ է, թեկուզ այդ վատ բանի մասին ես ճիշտ է իմանամ, քան թե լավ բան իմանամ, որը սուտ լինի։ Հիմա դուք անազնիվ եք ձեզ պահում, անազնիվ։ Կարող ենք իմանալ, ասենք, այդ որ ասում ենք տնտեսությունը կբարձրացնենք, աճ կգրանցենք, ում հաշվին եք աճը գրանցելու, իմ, ճիշտ է, ուրեմն խնդրում եմ իմ հարցերին պատասխանեք, կամ գրեք, որ եթե հանկարծ ինչ-որ մի հատ թղթի վրա պայմանագիր գրեք ինձ հետ, որպես քաղաքացի, այս բաները, որ հանկարծ սենց չի լինում, գոնե ջան, քեզ այսքան փոխհատուցում ենք տալիս եւ այլն։ Բարամաստեք Մատ հասկանամ էլ, բա չհասկացանք, իմ հարկերի հաշվին, իմ գործունեության հաշվին դու եկել ես այստեղ, բա մենք տնտեսությունը, ում կներեք կամագով տնտեսությունը, դուք գնացեք ձեզ հարկերը հələ չեք մոտել, ընդհակառակը մի բան էլ ինչքան կարացել քաշել եք, փող եք քաշել, տեսնում ենք, սա գրած է, չէ, ինքը կլսի, Հովհաննես ջան, վստահ եղի կլսի, այ առավել ևս, երբ որ եթերը տարածում են, շատ դեպքերում անգամ նշում են, դա օգնում է, հանգիստ եղեք, եթե ինքը չի էլ լսում, իր հետևորդներից կամ մարդիկ, ովքեր որ գուցե փորձում են ինչ որտեղ մտածել իր ասածների վրա, իրանք են լսում, եթե այս ամեն ինչ օգուտ չտար, Հովհաննես ջան, վստահ եղի, մեր Հայաստանում շատ բաներ վաղուց այլ կերպ կլիներ, բայց քանի որ հանրային պահանջարկը, հարցադրումները, քննարկումները կան, երբ որ դա ալիքի է վերածվում, ոչ ոք չի կարող ականջալուր չլինել, որովհետև ըստ էության, հիմա այդ մոտեցմանն էլ անդրադառնամ, ըստ էության հարցումներ գոյություն ունեն, մանիպուլյացիաներ գոյություն ունեն, քաղաքացիներ կան, ովքեր դեռ որոշումներ չեն կայացրել, թող իրենք լսեն, ոչինչ, բայց Նարեկը ինձ հաստատ լսում է, կարող է հանգիստ լինել այդ իմաստով։ Ասում է, մրցակ բանա, պետությունը, տնտեսությունը բան ալնում, զարգանում է, երբ որ ազատ մրցակցություն չի, սենց սիրուն բաներ է խոսում, այդպես է, հիմա կարող ենք իմանալ, երբ որ հեծա տենդերներ էր հայտարարում, ազատ մրցակցությունը ինչի չէր ապահովում, ինչ էր միայն իր հետ փոխկապակցած մարդկանց բան անում, տենդերը տալիս, ասում էր այսքան, չգիտեմ, 50,000 տեսիչ բանն է պետք, տենդերը կրում էր մեկը, ով ուղիղ աֆիլացված է ձեզ հետ, շատ թանկ գնով, որ անգամ խանութում են օպտավոյ չէ, շտուչնի, որ գնաս առնես, անգամ ավելի էժան է, քան այդ քանակության բանը, որ ինչ որ տեղից պիտի բերվի, որ շատ ավելի էժան կարա լինի։
Բայց ազատ մրցակցությունը ինչի՞ չէի ապահովում։ Այսօրվա դրությամբ Ռոմանոս Պետրոսյանը եկել նստել, արդեն որերորդ մրցույթն է, առնվազն 4-5 կազմակերպություն մասնակցում է, 4-5-ից ոչ ոք ձեր հետ փոխկապակցված չէ։ Ինչի՞ց ես նեղվել։ Կամ բան ես անում, արդարություններից ես խոսում։ Ապեր ջան, դու մարդ ես ծեծել։ Դու Նարեկ Կարապետյան, ընդ որում գիտես ինչ, ամենավատն են, որ դու քո տեսակով մարդ ծեծող չես, դու այդքան ոչ դուխ ունես, ոչ այդքան ոռ ունես, որ մարդ ծեծես։ Դու էլի հոպարիտ ոռով ես մարդ ծեծել կամ այն մարդկանց կռուկով ու միջավայրում դու մեծացել ես։ Դու մարդ ես ծեծել մենակ նրա համար, որ ինքը աշխատել փող է առել, քեզնից խելացի է գտնվել։ Քեզից խելացի է գտնվել, առաջարկ է տեսել, մտել է, փախատ է արել, փողը առել է, գնացել վզին դրել ես, ասել պետք է այդ փողը բերես 10 մեզ։ Կարող է այդպես չի, դատական գործ ընդեղ դրած չի խի։ Ինչ որ բան սխալ եմ ասում, ինչ որտեղ քեզ վարկաբեկում եմ, թե ինչ եմ անում։ Ես սիրելի քաղաքացիներ, սենց բաներին նույնպես ուշադրություն դարձրեք, Սիրուն խոսողները վստահ եղեք, գոյություն չունի աշխարհում մի հատ քաղաքական գործիչ, որ ամեն մեկը յուրովի սիրուն չխոսի։ Դուք սիրուն խոսքին եք նայում, թե նայում եք որքանով ում կարելի է վստահել ու ինչի հիման վրա։ Ինչի հիման վրա։ Գնել տեսել եք Հայաստանի նոր զինանշանը, ինչպես է այն ձեզ դուրս գալիս եւ երբ կարծում եք կհաջողվի փոխարինել հինենրով։ Նարեկ ջան, 1000 կներես ես չեմ տեսել ու չգիտեմ խոսքի ինչի մասին է ու առհասարակ չեմ էլ պատկերացնում, որ այս պայդրությամբ նման առաջարկ արվել պաշտոնական բանով։ Եթե կարելի է հղումը տեղադրես, ես կնայեմ անպայման ու իմ կարծիքը սիրով կհայտնեմ։ Բայց մեր զինանշանի հետ կապված ես բազմից եմ ելույթ ունեցել, անգամ ես խոսակցությունները չէին էլ սկսվել, ես դեռ ասեմ ավելին անգամ դեռ հեղափոխությունն էլ չէր եղել, որ ես անդրադարձել եմ մի քանի անգամ ու իմ միջավայրում հատկապես անընդհատ դրա մասին խոսել եմ։ Եթերով եմ խոսել, վերջին տարիներին ավելի ակտիվ եմ խոսել, անգամ պատրաստ եմ եղել, ցանկություն եմ ունեցել մեծ հանրային քննարկում կազմակերպել, եթե խոսքը զինանշանի մասն է, մեծ հանրային քննարկում կազմակերպել, որպեսզի մեր զինանշանը վերանային կամ գոնե օրենքը վերանային, որովհետև մեր սահմանադրությամբ գոյություն ունի զինանշանի մասին օրենք, դրոշի մասին օրենք, հիմնի մասին օրենք, հասկանում եք, դա սահմանադրական բան է, էլի գործառույթ է։ Ու ցավոք սրտի չի ստացվել անընդհատ, որ ես դա կազմակերպեմ։ Այնուամենայնիվ, ինչքան էլ, հա, այսօր իմ զինանշանը ինչ որ կա էտա, ես չեմ կարող ոչ իրավունք էլ չունեմ, ոչ վարկաբեկելու, ոչ չգիտեմ ինչ, բայց քննարկման ենթակա է, անգամ չեմ ուզում ասեմ դուրս չի գալիս, ես պարզապես ասում եմ, որ այդ զինանշանը ճիշտ զինանշան չի, ինքը զինանշան չի առհասարակ։ Եվ ճիշտ չի, անգամ մի անգամ նկարով եմ ցուցադրել, ես չգիտեմ, հիմա ձեռքի տակ ունեմ զինանշան, թե չէ, ճիշտ ասած ունեմ, բայց խորագրած կալենդարի տեսքով է, թե չդարձյալ չէի բանանի, հատիկ ձեզ ցույց կտայի, ինչի մասին եմ ասում, բայց եթե հետաքրքիր է, ես կարող եմ մի առանձին եթեր պատրաստված լինեմ ձեռքիս տակ զինանշանը լինի, ձեզ ցույց տամ, որ չստացվի ես ինքնագլուխ բաներ եմ խոսում, ցույց տամ ու հիմնավորեմ, թե որքանով դա անկախ ինքնիշխան պետության զինանշան չի ու ինչքան բռի ու բառադի է այնտեղ ամեն ինչը սենց ծփնած ու սենց մի ձև դասավորած, հա, դա զինանշան չի։ Իսկ ինչ որ ասում ես նոր ինչ որ բան, ես չեմ տեսել նման բան, կներես։ Եվ այո, դրոշի մասին օրենքը նույնպես պիտի վերանայվի։ Տեսեք ինչ որ սենց պլանի, լավ, Նարեկից շատ չխոսանք, այնտեղ հասկացակ արդեն միտքս ինչում նա կայանում, եթե առաջարկում է մեր ընկերես թեմաներից, խնդիր չկա։ Օրինակ մեր դրոշը ըստ մեր սահմանադրության բան է, կարմիր կապույտ նարնջագույն է, չգիտես ինչու, եւ ամեն մեկը ունի բնականաբար իր նշանակությունը, չէ, բայց անգամ եթե կարմիր կապույտ ծիրանագույնը ցավոք սրտի փոխեցին այն ժամանակները, երբ որ մեծ աղմուկ էինք բարձրացնում, ես հիշում եմ սրանք արդարանում են, ասում են, դե գիտեք ծիրանագույնը դա այնպիսի երանգ է, այնպիսի գույն է, որը երբ որ տանում ենք ինչ որ այլ երկիր, այլ երկրում պիտի, չգիտեմ, դիվանագիտական հանդիպումների ինչ որ ես սկսեցի մտ ախմախություն դուրս տալ մի խոսքով, էլի,
Երանգա գույնա ծիրանագույնը վերջացավ ինչ ցեք խոսում բայց անգամ այդ որ ասում են նարնջագույն հասարակ բան եմ ձեզ ասում օրինակ որպեսզի ավելի տեսանելի լինի ամենագրավիչ խաղը որ շատ հազարավոր երկրպագուներ են ներկա գտնվում դա ֆուտբոլն է ճիշտ է ապա խնդրում եմ ուշադիր լինեք Հայաստան ու որևիցե երկրի ֆուտբոլային հանդիպմանը երբ որ մեր հայերը դրոշներով են խնդրում եմ մի հատ նայեք այդ դրոշներին ու տեսեք ինչքան տարբեր դրոշներ են այնտեղ չկա պաշտոնապես այն երանգը կարմիրի կապույտի եւ իրենց ասած թեկուզ նարնջագույնի ինչին ես դեմ եմ կարծում եմ ծիրանագույն պիտի լինի եւ դա իզուր չի որովհետեւ ծիրանին դա եղել է մեր արքունիքի գույնը որը հենց նշել է բանի ինքնիշխանության մասին հա դա գույնը դա եղել սրանք փոխեցին նարնջագույնը որ մենք աշխատավոր ժողովուրդ ենք դա է յանին բնութագրում մի հատ նայեք քանի գույն դրոշ կա կարմիրն ու կապույտը տեղում են իսկ ներքևի երրորդ գույնը դեղին ծիրանագույն նարնջագույն գազարագույն այսպես տարբեր բաներով է այսինքն խնդիր ունենք մենք անգամ դրոշը կարգավորելու ժողովուրդ դրոշը կարգավորելու եւ բացի այդ եթե նկատել եք շատ հազվադեպ կհանդիպեք դրոշ որը որ երեք գույները իրար կարկատած չեն այսինքն մեր ոնց է 3 հատ գույնը դնում են մեջտեղից sense կարը տանում են հա դա չի կարելի դա պետք է արգելվի առհասարակ հասկանում եք դա առհասարակ այդ մասով մի քիչ զբաղված մարդիկ հասկանում են ինչա նշանակում դրոշը պետք է լինի մի կտորից ինքը չի կարա 3 կտոր իրար կարած դնես հա որ կարմիր կապույտ նարնջագույնը օրեն վերջ մեր դրոշն է դա այդպես չի լինում ու պետք է սկսել հենց այդտեղից դրա համար էլ մեկ էլ նայում ես քրքրվեցին բաժանվեցին իրար բան բայց 3 գույնը իրար կարկատած դա շատ վատ բան է խորհրդանշում ու ես հույս ունեմ որ առհասարակ դա կարգելվի ու Հայաստան տարբեր չափսերի թեկուզ ոնց տարբեր կտորներից ու մատերիալներից բայց կլինի եռագույնը մի կտորի վրա իսկ եթե բան անենք ասենք հա ու դրա մասին օրենքը նույնպես պետք է հստակեցվի դրոշի Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքը եւ այդ նարնջագույնը լավ կլինի վերանայելու ժամանակ փոխեն հետգան ծիրանագույն դա բրենդային գույն է մեր հայկականության մեջ հա նշի մեր պապերը ապելսին ուտելով են մեռել բանա իսկ զինանշանը առհասարակ դա մի հատ կատաստրոֆա է կատաստրոֆա ես մի րոպե տեսնեմ եթե ունեմ նկարով որպեսզի ցուցադրելով խոսեմ ավելի բան լինի էլի ձեզ համար հա կներեք մի րոպե Չէ, ավելի լավ տարբերակ չունեմ, մի հատ տեսնեմ, եթե սա այսպես լավ կերևա, հա, երևում է, նայեք, զինանշանի վրա, այսքան բոլոր դեք ձեռքևը տակ կարող եք ունենալ, իմ ասածները ստուգելու համար բացեք ու ավելի մոտիկացնելով նայեք, որպեսզի հասկանաք։ Խնդիրը մենակ արծիվն ու առյուծը չեն այստեղ, որոնք որ բերանները փակ են։ Տեսեք, եթե նրանք պաշտպանում են, պաշտպանող հատկությունը, նրանք պիտի երախները բաց լինեն, որը որ թշնամուն ցույց է տալիս, որ իրան չի կարելի կպնել, ինքը պաշտպանված է ու ուժ ունի։ Այստեղ մեր ուլերն են, էլի այս երկուսը, ոնց որ նայես իրանց համար լրված են, մի հատ արծիվ է, մի հատ առյուծ է, ընդ որում օրենքի մեջ էլ բանը մեր զինանշանի մասին օրենքի մեջ տենց էլ գրած է, էլի մեր զինանշանը պահկացած է, այս ինչից, բայց նրա մանրամասները, որը որ դետալային պարտավորավոր լինի, մեզ մոտ չկա։ Դա ինչ վերաբերվում է դրան։ Տեսեք, սրա մասին ախր խոսել եմ, պարզապես եթե հարցը գնաց նորից ասեմ։ Տեսեք, այստեղ մեր 4 թագավորական տներն են, մեջտեղում Արարատն է, չգիտես ինչի Արարատից դեպի Հայաստան կողմը, Արարատից դեպի Հայաստանի կողմը ջրի տակ է, ջուր է այդտեղ, այսինքն այդտեղ պետություն չկա, ջուր է, էլի։
ինչ որ դա վտանգավոր բան է բայց այս մեր թագավորական տների նշանները նույնպես շատ աղավաղված են որովհետև իր օրիգինալը երբ որ նայում ես որը որ եղել է առաջին հանրապետության ժամանակ աշխատանքային բանով շատ པարզ երևում է թե ինչ թռչուններ ինչ կենդանիներ են նկարված իսկ այ եթե դուք նայեք այս մի զինանշանին այս մի բանին ուրեմն մոտիկից ձեր մոտ եթե բացեք գունավորը նայեք այնտեղ դուք շատ հնարավոր է գարեգին բեին տենաք չզարմանաք առյուծ եք տեսնալու ինչ որ քողով ծածկված որը ժպտում է դες բան չկա թուրը այս թուրը որ կա թուրը գալիս վահանի հետևը թաքնվում է թուրի սայրը չի երևում սա թուր չի սա այդ պարագայում թրի պոչ է թուր չի կոտրված թուր է սա չկա ծերը չկա ուրա մտնում ուրա դուրս գալիս չկա այստեղից չի երևում գումարած դրան այս սուրը ինչպես տեսնում եք շղթայված է օրինակ մեր առաջին հանրապետության սկզբանե բաներ այս շղթաները փշրված ու ընկած էին այստեղ բայց այստեղ չէ շատ պլանի սիրուն թուրը շղթայել է շղթայված թուրը եկեք ես չբացատրեմ էլի եկեք միասին գուշակենք ասենք ինչ կարա նշանակի հա եւ այստեղ ամենածիծաղելին ինձ համար այն որ ամենաանիմաստ է էլի այս հետևով մի հատ ժապավենա չէ անցնում գունավորը որն է կտեսնեմ այս ժապավենա անցնում նախ ինքը ինչ է խորհրդանշում այդ ժապավենը կարանք որևիցե մեկը չի կարող ասել ժապավենը ինչ է խորհրդանշում հենց մեկը նրա համար որ ինքը ընդամենը կա ու անցնում է հետևով առասարակ եթե կա ժապավեն ինքը պիտի անցնի դիմացով ու որպեսզի այդ ժապավենը անիմաստ չլինի վրան ինչ որ բան պիտի գրված լինի քո պետականության պետության գաղափարախոսության կամ չգիտեմ ինչ որ մի սիմվոլիկ 1 2 3 բառ կամ մի նախադասություն կամ չգիտեմ ինչը որ քո պետական գաղափարախոսությունն է քո հասարակության դիրքորոշումն է եւ այլն եւ այսպես շարունակ չկա դες բան մեր ժապավենը այն հետևով եթում է իր համար Սա ես իսկապես ընդ որում շատ դեպքերում կտեսնեք որ այս Արարատի վրա բանը նոյի տապանը կանգնած է օրինակ այստեղ չկա շատ տեղերում կա որ նայում ես նոյի տապանը չկա չես հասկանում իրականում հիմա ինքը պիտի լինի թե չպիտի լինի էլի մի խոսքով սա ինձ համար զինանշան այնքանով է զինանշան որ առայժմ աշխատանքայինն է ինքը ու չի կարելի պետական սիմվոլների հանդեպ զուտ օրենքով սահմանված կարգով բան անել, հա, կոպիտ արտահայտվել, դա մեր սիմվոլներն են, բայց ես քննարկելու բան ունեմ առանց կոպիտ անդրադառնալու։ Ու ես սրա մասին ուզեցել եմ շատ մեծ հանրային քննարկում անցկացնեմ, ընդ որում մի 4 տարի առաջ շատ քաղաքացիներ, ընդհանուր մինչև քաղաքացիներ, ովքեր շատ խորքային մասնագիտացված, ավելի տեղեկացված են, ինձ հետ կապվել էին, որպեսզի մեծ հանրային մի բան սկսենք, չեմ հիշում, եթե չեմ սխալվում, 21 թվականի ռազմական գործողությունները ինձ մի փոքր կոտրեցին այդ իմաստով, ուշադրությունը շեղեցին ու հետո դրա համար դրան չվերադարձա։ Բայց քանի որ ես գիտեմ, որ աշխատանքներ են գնում նոր սահմանադրության շուրջ, կխնդրեմ սահմանադրագետներին, այս ամեն ինչը նույնպես խիստ ուշադրության բան անել, կենտրոնում պահել։ Ռազմիկ Բունյան, ծիրանի գույնը ծիրան պտուղի հետ կապ համաձայն եմ, արկայական ծիրանին մուտ կարմրամանուշակագույնը հետ եզերքի գույնի ծիր եզերք բառից, այո, ծիր կաթին մեր բանի, ծիր եզերք բառից, ոչ թե ծիրան բառից է։ Այդ գույնը ստանում էին միայն հայկական որդան կարմիրից, բայց այս որդան կարմիրը մի քիչ կարմիրին խփող գույն է հենց կակրազ է ախր։ Իհարկե որդան կարմիրից կարելի է ստանալ բաց դեղինից մինչև մուկ կարմրամանուշակագույն, բայց ամենահարգին հենց վերջինն էր ծիրանին։ Այն ես այս ծիրանի բառն էլ ծիրանագույն չասեցի, հենց դրա համար հարգելի պարոն Ռազմիկ ձեր ասածը, բայց որդան կարմիրով որ ստանան, այդ մեկը չգիտեի, շնորհակալություն։ Այն նաև թանկարժեք նվեր էր, երբեմն շատ ավելի թանկ, քան ոսկին։ Այո, հատկապես եթե մետաքսից կարող է լինել։ Այնպես որ, այսինքն մեր սիմվոլիկաներից է իսկապես էլի ծիրանին, ինչի համար թողնել է։ Ծիրանագույն է այս պարագայում։ Մի խոսքով, սենց հարցեր կան, որոնք որ մենք մեր աչքի առաջ դրած է, մենք այդ հիմքը առաջին քայլը, այդ
այ հենց այդ առաջինը չենք նկատում, մի անգամից գնում, չգիտեմ ինչն ենք տեսնում, բա այնի խիա տենց, այնի տենց է, որովհետև մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է, որովհետև այստեղ այսիշ բանը արամարված է, հետո այսիշ բանը, հետո այսիշ բանը, այսիշ բանին ուշադրություն դարձել, այսիշ բանը չենք կարգավորում, վերջում ունենք այդ, այ հենց այդ արդյունքն է։ Հենց դա արդյունքն է, օրինակ, եթե մենք նստենք հիմա ասենք մեր համալսարանները, ինստիտուտները ինչ-որ վիճակի են, կրթական մակարդակով, դա ոչ թե լինում է քննադատել բարձրագույն կրթական ուսումնական հաստատություններին, այլ լինում է ասել հետևյալը, դա արդյունքն է։ Արդյունքն է մանկապարտեզի, դպրոցի, մշակութային ամենատարբեր ծրագրերի պակասի, մանկապատանեկան հեռուստատեսության պակասի, մյուսի։ Այդ ամեն ինչը արդյունքն է, որովհետև դա արդեն բարձրագույնն է, ու այնտեղից մենք պիտի ունենանք ռեալ մատերիալ, որը որ մեր պետության համար, այսինքն ինստիտուտը պիտի բավարարի պետության պահանջները, ինչ մասնագետից, ինչքան է պետք, ինչա պետք, ինչ պետք չի եւ այլն։ Ու այստեղ առաջանում են խնդիրներ։ Այդ նույն դատա իրավական համակարգի հանդեպ որ ասում ենք, բաղ խնդիրներ կան, այդ ամեն ինչը նույնպես կրթության պակասն է։ Վստահ եմ շատ մարդիկ շատերը ուզում են, որ ամեն ինչ լավ անեն, բայց լավ անելու ձևն էլ չգիտեն։ Չգիտեն, որովհետև այս մեկը կկանգնի, մի հատ աղմախություն կխոսի, այն մյուսը այնտեղ ինչ էր ասում, այս վերադառնանք հին մտքին, հա, Նարեկ Կարապետյանը ինչ էր ասում, բա տեսեք սովետի ժամանակ այսքան գործարան են սարքել, մեր անգրագետ պապերը, հիմա ինչ եղել, գրագիտությունը կա, փողը կա, խիչ սարքեք։ Նարեկ ջան, կարենք իմանանք ապեր, այդ հարցը խես հիմա տալիս քեզ։ Խես հիմա տալիս։ Ի՞նչն էր քեզ խանգարում։ Արման, մի հատ Արման Հովակիմյան, դուք սրանից էլ պիտի խոսանք։ Արման Հովակիմյան, ես հեսա քեզ կբլոկեմ, բայց դու սկզբում լսի ինձ։ Տես, դու մի հատ նկար ես դրել, վրան խաչա, քրիստոնեության սիմվոլն է։ Ու մտել ես աշխարհի լկտի խոսույթով, հայհոյանք ես կիրառում, հələ կապ չունի ում հասցեին, ու դեռ չեմ ասում, խի դեմքը ցույց չես տալիս այդ քակլան։ Բայց անգամ դու ինքդ կարծել ես, թե եթե խաչ ես դնում, դու հայ քրիստոնյա ես, այդպես չգիտեմ, հայրենասեր մեկն ես, բայց անգամ այդ արժե համակարգը դու ինքդ պղծում ես։ Կգնաս այդքան բանը մամմայիդ ու պապայիդ կասես, ձեր ընտանեկան արժե համակարգը ստեղ ցույց չդնես սրանից հետո, եղավ ոչխարի ծնունդ։ Այսինքն հավաքը դոգի սիրելիներն են սրանք, դոգի սիրելի, այդ դոգի էլեկտորատն է, այդ դոգ կուսակցություններ բաներ գրել, այդ ձեր էլեկտորատն է, եկեք տեր կանեք, ու շատ ենք էտ էնում տես բաներ, այնորն էլ միտեղ նայում եմ, բան ա գրել, մեկնաբան, YouTube-ում էլ եթե չեմ սխալվում, մեկնաբանություն ա գրել, բարևն աստծունն ա, որ ասում եմ բարև ձեզ, բանով, հա, եթե գրել է բարևն աստծուն, ու քֆուր, արա, աստծու է դու ինչ ընդհանուր առնչություն ունես, կարան է դու բակտերիա ես տենց առաջացել ես կոմար, ես շատ գիտեմ, այդ կամետայով եկել ես ընկել ես ստեղ, կոպես մատ անասունի տեսակ է առաջացել, դու գիտես մարդ ես։ Այսպես բան, այ հենց այս դեգրադացումից ենք խոսում, սա հենց ուղիղ օրինակն է, սա գիտեք ինչ տեսակ օրինակ է, այս վերջերս բայց շատ խնդալու բան տեղի ունեցավ, ուրեմն գրում եմ Մայսրուկ Մաշտոցի թեմայով, ասում շատ է քննարկում այդ Այբենարանում այդ մարդը նկարել իրեն չլինել, չխորանա մտեղ, բայց ամեն դեպքում ինձ բացում է, երբ որ Մաշտոցի նկարի համար կռիվ են տալիս, հայկականության համար կռիվ են տալիս, այն մարդիկ ովքեր որ լատինատար կամ ռուսատար են գրում, հայատարեսկի չեն գրում, մի խոսքով, տենց իմ համար գրառում եմ արել, որևիցե բան չեմ ասում, իսկի իմ կարծիքն չեմ ուզում ներկայացնեմ, թե ոնց եմ վերաբերվում այդ որոշմանը եւ այլն, ու մեկը ոնց որ սրտած աբդուշի ուզենար ինձ պազրշկարել, որ ես ճիշտ եմ ասում, մտել է տակը լատինատարով, արա մի հատ հայրենասիրական ես ինչ ա գրել, մտել ասում եմ աղբյուր ջան, շնորհակալություն, դու եկար հաստատելու, որ ես ճիշտ եմ էլի ասում առանցրեք, ես չեմ ասում ով հայատար չի գրում, չգիտեմ, չէ, բացարձակ, արա բայց մի քիչ քթի ծակ է էլի պետք, գոնե դեմ ժամանակ կարելի է այդ թեման գոնե չարծարծել կամ մի քիչ մեղմ էլի անդրադառնալ, չգիտեմ։ Առանց երևի, Նինա ջան, դա կա։
Այսպես ժողովուրդ ջան, ես կանխատեսել էի այլ եթեր ու համառոտ ստացվեց, որ անդրադարձանք ուզենք թե չուզենք անդրադարձանք նաև մեր սիմվոլներին, այնուամենայնիվ հուսանք լսելի կլինի, իսկ ձեզ սիրելի ժողովուրդ ջան, ես չեմ ասում այն մարդկանց, ովքեր շատ լավ հասկացել են ամեն բան, ուղղակի քանի որ տարածվելու է շատերը ասենց են անասունի ձագի նման դեռ կլինեն, ես հույս ունեմ, որ այդ շայկի միջից գոնե մեկին կփրկեմ, էլի, մի քիչ տրամաբանել սովորեք, մի փոքր տրամաբանել, այսքան բան, ավել բան ձեզանից ոչ ոք չի պահանջում, մենք դուք ինքներդ ձեզ հարց տվեք, պատասխանեք, հարց տվեք ու պատասխան, փորձեք պատասխան, բայց փորձեք ինքնուրույն պատասխանել, ոչ թե նայեք տնեք, որ լրատվական ինչ վերնագրով, ինչ է տարածում, մտնեք վրաց խառնված իրար ես եմ ինչեր անեք, 44 օրյա պատերազմը եկավ խփեց մռութներից, մինչև մի ասում ենք մեր պաշտոնականին նայեք, դուք մինչև այսօր մենք ասում ենք լսում ենք, ցավոք ունենք այն ինչ որ ունենք ու ցավոք դեռ այս ուղղությամբ շատ անելիքներ կան, շատ եւ ինչպես իմ ընկերը մի անգամ լավ օրինակ բերեց, ես այդ օրինակը կյանքում չեմ մոռանա, Սիմոնը, ով Գերմանիայից էր տեղափոխվել, ինքը իրանահայ է, ապրել էր Գերմանիայում, հետո տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, զրուցում էինք, այ մարդ ասում եմ 5 տարի նույն բանը կարող է ասես, ինքը էլի հարցը տա, այն 5 տարի առաջվա հարցը տա, որի պատասխանը 1000 անգամ փորձել ես բացատրել, չէ, ասում ակերներ ջան, մի դու դրանից բաների, որովհետև այդպիսի աշխատանք է դա, ու օրինակ բերեց, ասեց, տես օրինակ Գերմանիայում, Գերմանիայի նման երկրում բանա, որպեսի հասնեն նրան, որ դառնա նորմ, որ երեխան 1 ժամից ավել օրվա ընթացքում լավ չի, որ հեռուստացույցի առաջ լինի, հեռուստացույց դիտի, 30 տարի աշխատեցին, դու պատկերացնում ես 30 տարի ամեն օր բացատրել են, թե ինչու լավ չի, որ երեխան մի ժամից ավել նստում է հեռուստացույցի առաջ, 30 տարի անց նոր հասան այդ ռեզուլտատին, իսկ դու դրել ես 30 տարվա ընդհակառակը քանդած խառնածը, այսօր ու մարդիկ են եղել շահ են ունեցել այդտեղ, մեծ ներուժ ունեն, մեծ ռեսուրսներ ունեն, ու ուզում ես, որ այսքան ընդամենը մի 5 տարի աշխատելով բան փոխվի, ես համաձայն եմ այդ խոսույթի հետ, ու իսկապես այդպիսի բան կա, շատ աշխատելու բան կա, շատ անելիքներ կան, մենք անընդհատ պիտի զրուցենք, երբեմն կրկնվենք մեր զրույցի մեջ եւ այլն եւ այլն, այն մի հատ հրամանատարի էլ այսօր 16 տարով փակեցին Ջաբրայելից, հիշում եք, 44 օրից հետո ինչ էի ասում, ինչ ասում էի, այդ հոդվածով մեկը գնաց, դեռ շատերն են գնալու, որովհետև գործերը արդեն ինչքան էլ քննությունը ձգձգվի շատ լինելու հանգամանքի բերումով, այնուամենայնիվ մոտենում է ինչ-որ պահի իր ավարտին կամ սկսում է մտնել դատական փուլ արդեն, կամ դատական փուլից հետո արդեն սկսում են ոչյուրները երևալ, այնպես որ ժողովուրդ ջան, այն որ հանձնես տվես բաման, տեսնում ենք հանձնողներին, տվողներին, հերթով, ոնց են թողել փախել երեխեքին, ոնց են փախնելն էլ ինչով պիտի արդարացեն, Նիկոլը արդեն տվել է քելեք հելանք, այս բաներով, այդ որ պատում ենք այդքան տեղում ինչեր ա եղել, դուրս են եկել, մեզ թուրք էին որակում, չգիտես ինչ էին որակում, դե խնդրեմ, արդեն գործերը աշնորհիս առաջ այդ թեմային էլ դեռևս կանդրադառնանք առաջիկայում, ու որպեսզի հիմա շատ չձանձրացնեմ, թույլ տվեք այսքանով եզրափակել եթերը, լավ եղեք Ժորժ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։